NVC gets us out of the paradigm of who's right and who's wrong, and as long as we're in that, we're fighting. Because when I'm right, you're wrong, and the other way around. And NVC opens up a space where I have my truth and you can have yours, and it's not about who's right and who's wrong. It's more about understanding. Oh, okay, now I see how this is for you, and now you know how this is for me. And this, we all have this need of really being understood, and being seen for how things are for us. So that's skill, that ability really creates whole new spaces for peace building. Մինչ այս ծրագիրը ոչ այդքան հստակ է պատկերացնում ոչ բռնի հաղորդակցություն կոնցեպտը։ Գաղափար չունեի ոչ բռնի հաղորդակցության մասին, սակայն այս ծրագրի շնորհիվ բացահայտեցի ինձ համար այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են լսել ինքդ քեզ առանց դատապարտելու, առանց քննադատելու։ Մտածում էի, որ խիստ կապված է բռնության հետ ու ֆիզիկական բռնության հետ, բայց մասնակցությունից հետո հասկացա, որ այն ոչ թե հենց ֆիզիկական կամ մտավոր բռնության հետ է կապված, այլ ինքդ քեզ լավ հասկանալու եւ այդ քո մասին գիտելիքները ուրիշներին օգնելու եւ քեզ օգնելու համար կիրառելու։ Խաղաղաշինությունը որպես այդպիսին միշտ իմ հետաքրքրությունների շրջանակում է եղել, բայց գործնական մասնակցություն երբեք չի ունեցել այնտեղ։ Սա հնարավորություն է ինձ համար վերջապես մուտք գործելու խաղաղաշինության դաշտ։ Ծրագրին դիմել եմ հետաքրքրությունից դուրս գալով, իմացա, որ ծրագիրը վարելու է Սինտան, ով տարածաշրջանում ունի փորձառություն խաղաղաշինական աշխատանքներում։ Կարևոր էր մասնակցությունս, որովհետև այստեղ ծանոթանում եւ ավելի մանրամասնությամբ ես ուսումնասիրում այն հիմնական կոմպոնենտները, որ ներառում է ոչ բռնի հաղորդակցությունը։ Սկսել եմ ավելի ակտիվ լսել եւ փորձել չընդհատել, երբ խոսում են, որը շատ կարեւոր եմ համարում, այսինքն այն խոսքը, որ պետք է լսել, նոր սկսել պատասխանել, վերջապես սկսել է իրական կիրառություն ունենալ իմ կյանքում, բացի դրանից չեմ շտապում անմիջապես դատողություններ անել, այլ փորձում եմ տարածք տալ դիմացինին, որպեսզի ինքնաարտահայտվի եւ ինքնուրույն հասնի լուսմանը իմ օգնության միջոցով։ Բարելավել եմ հաղորդակցության հմտությունները, էմոցիոնալ ապրումակցման նաև հմտությունները, ինչպես նաև ակտիվ լսելու կարողությունը։ Իրականում ունեցել եմ նմանօրինակ հմտություններ, բայց թե ինչքան շատ են ամրապնդվել դրանք իմ մեջ, անհամեմատելի է։ Օրինակ լսելու ունակությունը, ապրումակցելը ինձ համար հստակ է արդեն դիտարկման եւ դատողության տարբերությունը, կարող եմ ձևակերպել հստակ խնդրանք, ոչ բռնի հաղորդակցության լեզվով, ասել ոչ եւ ասել շնորհակալություն։ So I see participants start to reflect much more on the way they communicate, the way they think even about communication in general, so towards themselves, towards others. And in general, I'm not sure over this one day, but over these 3 days we built more sensitivity to the way things are being phrased and the impact that has on people who are directly affected by the conflict, because not everybody is affected in the same way. And also something one of them shared, that they really now sense that they cannot know what it is like for another person to be in that situation. So they should listen more and gain more information. And that's for me that's a really valuable point, to know that you don't know. Անհատական նախագծի շրջանակներում ստեղծել եմ խաղարարար քարտային խաղը, որը միտված է ոչ բռնի հաղորդակցության մշակույթի զարգացմանը մեր հասարակությունում։ Ներառում են տարբեր քարտեր, որտեղ որ ներկայացված են տարբեր սիմուլյացիոն իրավիճակներ, դիցուկ։ Զրույցի ընթացքում ինչ-որ մեկը քեզ ասում է, դու միշտ չափազանցնում ես։ Ինչ զգացմունքներ կարող են առաջանալ, որոնք են չբավարարված կարիքները, ինչպես կարելի է կառուցել երկխոսություն առանց մեղադրանքի։ Եվ շատ կարևոր է այս ամենը գործածելով կառուցել խաղաղ երկխոսություն, որպեսզի դիմացինը նույնպես հասկանա մեզ։ Ծրագրի շրջանակներում հեղինակել եմ ոչ բռնի հաղորդակցությանը նվիրված առաջին հայալեզու գրքույկը, որտեղ համապարփակ ներկայացված են ոչ բռնի հաղորդակցության գաղափարը, սկզբունքները եւ բաղադրիչները։
Մինչ այս ծրագիրը ես ավելի բռուն կունեի։ Հիմա ես ավելի ներդաշնակ եմ ինձ հետ։ Ամենամեծ փոփոխությունը, որ ես զգացի, դա կարիքների նշանակությունը հասկանալն էր։ Ունենալով այս գործիքը, ես կարողանում եմ կոնֆլիկտային իրավիճակներում ավելի խորապես հասկանալ իմ զգացմունքները եւ կարիքները, ինչպես նաեւ դիմացինինը եւ փորձել գտնել այն եզրերը ընդհանուր, որոնք որ մենք ունենք եւ կիսում ենք։ Մինչ այս ծրագիրը ես էլի Լիլիթն էի, բայց ներկա Լիլիթը շատ ավելի էմպաթիա ունի իր մեջ կապված կոնֆլիկտների եւ կոնֆլիկտատին իրավիճակների հետ։ Մինչ այս ծրագիրը ես գործածում էի բարոյագիտական դատողություններ, իսկ ծրագրից հետո ես փորձում եմ առավել օբյեկտիվորեն անդրադառնալ երևույթներին եւ իրադարձություններին։ Այս ծրագիրը ինձ օգնեց հասկանալ, որ յուրաքանչյուր կոնֆլիկտ հնարավոր է լուծել կառուցողական կերպով, եթե երկու կողմերը պատրաստ են լսելու միմյանց։ Ամենափակուղի տանող կոնֆլիկտում միևնույն է կողմերը, եթե ունեն մի փոքր ցանկություն եւ լսելու ունակություն, կոնֆլիկտները հնարավորինս կարող են լինել հաղթահարելի։ Սա կլինի երկարատև աշխատանք, բայց պետք է շարունակենք, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքներին։ Ոչ բռնի հաղորդակցությունը հենց խաղաղաշինությանը նպաստող արդյունավետ գործիք է եւ կարծում եմ, որքան շատ տարածվի ոչ բռնի հաղորդակցությունը, այդքան հնարավոր կլինի խաղաղությունը։ Հնարավորության դեպքում սիրով կկազմակերպեմ միջոցառումներ, որոնք նույն սեղանի շուրջ կհավաքեն մեր հարևան երկրների եւ մեր երիտասարդներին, որոնք կարողանան քննարկել ավելի շատ համագործակցություններ կառուցելու եւ ավելի համերաշխ համայնք ստեղծելու հարցերը։